Սիրուն է, չէ՞ ծաղիկներս։ Այո, սպիտակ կակաչներ, հեքիաթային ծաղիկներ են։ Սկսենք հարգելիներս, ինչ ենք խոսում այսօր, ինչի մասին ենք խոսում։ Խոսում ենք այն մասին, թե ինչ անել, եթե մեզ թվում է, թե ամեն ինչ շատ վատ է։ 3 կարևոր կետ եմ ներկայացնելու, խնդրում եմ մնացեք մինչև վերջ, եթե նույնիսկ ձեզ թվա առաջի կետը կարևոր չէ, երկրորդը կարևոր չէ, որտեղ կան կետեր, որոնք որ հաստատ որևէ մեկը ձեզ հաստատ կօգնի, լավ։ Լինում են չէ իրավիճակներ, երբ մեր կյանքում տեղի ունենում իրադարձություններ, որոնք անցանկալի չեն եւ դա իրապես նորմալ է, բայց հոգեպես լարված, տագնապային, անհանգիստ անձնավորությունների մոտ դա ինչ-որ կատաստրոֆիկ մի բան է, որ հա գործից ինձ հանեցին, ահա սիրածս մարդը ինձ լքեց, ահա սենց եղավ, դենց եղավ, պրոյեկտս չընդունեցին, այս չեղավ, այն չեղավ։ Ցանկացած անցանկալի վիճակում մենք կորցնում ենք մեծ քանակությամբ էներգիա, որովհետև չենք ընդունում իրականությունը, անընդհատ պայքար կա, չէ պետք է տենց չլներ, չէ պետք է խի պետք է սենց լիներ, ինչի սենց եղավ եւ այլն ու դրա զուգահեռ տարբեր հույզեր, տխրություն, հիասթափություն, միգուցե զայրույթ, ամեն իրավիճակում կարող են հույզերի տարբեր փնջեր լինել, լավ։ Եվ այս սենց անցանկալի իրավիճակներում երբեմն մարդը մտածում է ամեն ինչ շատ վատ է։ Ու ինչ անել այս իրավիճակում, հա։ Տեսեք, երբ ինչ-որ բան չի ստացվել ձեր կյանքում, կամ ինչ-որ հիասթափություն եք ունեցել, կամ չեն ընդունել ձեզ, միշտ տապեք փոփոխություններ անել։ Սա շատ կարևոր է։ Ինչու, որովհետև հուզական ծանր ապրումների ժամանակ որոշումներն ընդունելը ամենասխալ բանն է, դուք կարող եք ընդունել որոշումներ, որոնց համար հետո շատ ավելի կզղջաք։ Այդ թե ինչա ձեզ պետք ի սկզբանե անել, հարգելիներս, դա մտածել սեփական մարմնի մասին։ Հնարավորինս թույլ տալ մարմնին հանգստանալ, բայց եւ ամենակարևորը նաեւ շարունակել աշխատացնել մարմինը։ Մի խուսափեք վայրերից ձեր տխրության, անհանգստության, նյարդային լարվածության պատճառով, որտեղ որ առաջ գնում եք կամ մշտապես հրավիրվում եք, գնացեք այդ ընկերական հավաքույթներին, վազում եք ամեն առավոտ, շարունակեք վազել, գնում եք ջիմ շաբաթը 3 անգամ, շարունակեք, այստեղ շատ կարևոր է շարժվելը, եւ եթե հիշում եք, մեր մեծ ֆիզիկա ասում էր, որ կյանքը շարժման մեջ է եւ իրապես դա այդպես է, որտեղ օրգանիզմը երբ տեսնում է դուք չեք շարժվում, ինքը ասում է ուրեմն այս մարդու ֆունկցիաները բեր հերթով անջատեն, որովհետեւ իրան պետք չի։ Այնպես որ նույնիսկ եթե դուք թեկուզ եւ գտնվում եք ֆիզիկական ծանր վիճակում, գոնե այգում մի քանի րոպե զբոսնել պարտադիր է։ Այդտեղից սկսած, հիմա թե ինչքան ավել կարաք, ինչքան ավել կարող եք, այնքան ավելի լավ։ Ես ձեզ ասեմ, շատերը ասում են, հավես չունեմ, տրամադրություն չունեմ, դրա համար չեմ անում։ Այստեղ շատ կարևոր բան կա, հոգեբանության մեջ կոչվում է վարքային ակտիվացիա։ Նայեք, առաջնահերթ չպետք է լինի տրամադրությունը, որ ինչ-որ գործողություն անեմ։ Տրամադրությունը կարա չլինի։ Տրամադրությունը կգա, երբ դուք եզրափակեք ու ավարտին հասցնեք ձեր գործողությունը, որովհետև այդ ժամանակ արտադրվում է պարգևատրման հորմոն դոֆամին ու դա ձեր տրամադրությունը բարձրացնելու է, այո։ Եվ եթե դուք հավես չունեք իրապես 30 րոպե այգում զբոսնել, ասեք ձեզ, ընդհանրապես դուրս եմ գալու 2 քայլ քայլել։ Այո, քայլեք այդ 2 քայլը, հետո ձեզ հարցրեք, կարող եմ եւս 2 քայլ անել։ Եվ զգում եք, որ այո, կարող եք եւս 2 քայլ անել, դրանից հետո հետևում է 5-րդը, հետո 6-րդը, եւ տեսնում եք, որ բավականին է քայլեցիք։ Այսօր 10 րոպե քայլեցիք, վաղը կքայլեք 20, մյուս օրը 30։ Եվ մի ուշադրություն դարձրեք, ցանկանում եք արդյոք գնալ այդ ջիմը ու մարզվել, թե չէ։ Դա կգա, մի ֆիքսվեք դրա վրա, այն շատ են, կոնսուլտացիա ընթացքում շատ են ասում, որ շկուլի, ախր ես վախենում եմ նրանից, որ չեմ ուզում այս ինչ գործողություն անեմ, ոչինչ։ Առաջնահերթությունը մի տվեք այդ ցանկությանը, առաջնահերթությունը տվեք, որ պարզապես ես գործողությունը կատարեցի, ապրեմ ես, պարգևատրում եմ ինձ, պաչիկ եմ ինձ անում, ես ինչ լավն եմ ես, կեցեմ ես։ Եվ այդպիսով մի փոքրիկ կաթիլ էնդորֆին ավելացնում ենք, հաջորդ օրը մի քիչ էլ ավելի ու այսպես շարունակում եմ
վարքը իր հետևից կանչել տրամադրություն եւ մի օր չեկել նկատի, որ տրամադրությունը սկսեց ստաբիլանալ դառավ առաջվանը։ Սա շատ կարևոր է հարգելիներս եւ խուսափելով այս հավաքույթից, աշխատանքից, այս չգիտեմ, ինչ որ խմբակից, որ գնում էիք, խուսափելով դուք չեք լավացնում ձեր վիճակը, դուք պարզապես գրկում, այսպես ու նստում եք ձեր տպրությունն ու տագնապայից, ինչ դժվար է, ինչ դժվար, բայց այնինչ դուք կարող եք գնալ այդ անգլերենի պարապմունքին ու սովորել եւս 2-3 նոր անգլերեն բառ, օրինակ եմ ասում, կամ գնալ այդ լողին եւ գոնե մեկ ինչ են ասում, մեկ անգամ գնալ գալ, հա, ոնց է դա հայերեն, որ ասում դարոշկա, ճանապարհիկ գնալ գալ։ Ինչևէ, ուրեմն երկրորդ, հա, այսինքն առաջի կետով ես ձեզ հորդորում էի չլինել էլի ֆիզիկապես պասիվ։ Զբոսնեք, մարզվեք, շարունակեք ձեր գործողությունները, որոնք որ անում եք առաջ, անկախ նրանից հիմա դժվար հոգեկան կացության մեջ եք, թե չէ։ Լավ։ Երկրորդը աշխատեք ձեր կատաստրոֆիկ մտածողության հետ հարգելիներս, ընդհանրապես մեզ ասեմ դժբախտ է դարձնում այս կատաստրոֆիկ մտածողությունը, որը մտածողության սխալներից մեկն է, հիմնականում բնորոշ է տագնապային խանգարում ունեցող մարդկանց։ Ուրեմն ի՞նչ է լինում, երբ մի հատ իրադարձության ենք բախվում, որը անցանկալի է, մի անգամից ծագում են մտքեր, որ մի հատ սցենար է ծագում, որը որ շատ վատն է, որը տանում է կամ չգիտեմ, ինչ որ մեկի մահվան, կամ ինչ որ մեկի հիվանդանալուն, կամ ինչ որ մի վատ բան լինելու։ Սա կոչվում է կատաստրոֆիկ մտածողություն, այսինքն երբ ցանկացած իրավիճակում մի քիչ անցանկալի, ես մտածում եմ մի սցենար ու ամենավատը։ Ուրեմն շատ կարևոր է հիշել հարգելիներս, այն մի ասացված կար, եթե նույնիսկ ձեզ կերել են, դուք միևնույնն է, գոնե ամենակիչը 2 ելք ունեք։ Հիշեք, որ անելանելի իրավիճակներ չկան, գրեք ինչ որ միտեղ, բլոկնոտի մեջ, կոմպյուտերի դեսկտոպի վրա, հեռախոսի էկրանին, ինչ որ միտեղ անելանելի իրավիճակներ չկան, կան բազմաթիվ լուծումներ ցանկացած իրավիճակում։ Հիշում եք, որ դուք խնդիրներ եք լուծում դպրոցում, չէ՞։ Օրինակ կան խնդիրներ, կան ֆիզիկայի խնդիրներ, մաթեմատիկայի խնդիրներ, որոնք որ մի քանի եղանակ ունեն լուծման։ Եվ դա ինչի համար էր մեզ հանձնարարվում։ Դա հանձնարարվում է, որպեսզի տրամաբանությունը աշխատացնենք, այդ տրամաբանությունը աշխատացնելու ձևը օգտագործենք կյանքում։ Նենց չի, որ իրավիճակ մի լուծում ունի, կան տարբեր լուծումներ։ Եվ որպեսզի դուք ձեզ բերեք իրականություն, պարզապես հարցրեք ձեզ, որտեղ է ապացույցը, որ իմ մտածած այդ կատաստրոֆիկ սցենարը ճիշտ է կամ իրականություն կդառնա, ով է ինձ ասել, որտեղ եմ լսել, որքան է հավանականությունը, այսինքն տվեք ձեզ տրամաբանական հարցեր։ Արդյոք ես չհորինեցի այս սցենարը, արդյոք այս սցենարը իրատեսական ինչ-որ սցենար է, թե ես եմ հորինել, հավատում եմ սրան ու ինքս ինձ վախեցնում ու բացական էմոցիաներ պատճառում։ Եվ գիտեք ինչ, մեր հոգեկան ենք չի հասկանում դու այդ սցենարը ապրում ես, թե ուղղակի մտածում ես։ Եվ երբ դու մտածում ես ինչ որ մեկի կորստի մասին, հոգեկանը գիտի դու դա արդեն իսկ կորցրել ես եւ այդ ապրումները ունես։ Դուք պատկերացնում եք յուրաքանչյուր այդ մտքից հետո մարդու ինքնազգացողությունը ինչ վատ է լինում։ Եվ այո, ես շատ լավ հասկանում եմ բոլոր պացիենտներին, այո, ծանր ինքնազգացողություն։ Բայց լուծումը կա։ Լուծումը դե կատաստրոֆիզացիա կոչվող տեխնիկան է, որը որ ենթադրում է իրանից այն տրամաբանական հարցերը տալ ինքներս մեզ, արդյոք հորինած չէր մեր սցենարը, որ մտածում ենք, չէ, այսենց է լինելու, վերջ ամեն ինչին, թերևս ոչ մեկին աշխատանքի չի ընդունել, ոչ մեկից չի սիրի, այլևս իմ գործը հաջող չի գնա, ես հնարավորություն չունեմ վաստակելու եւ սենց տարբեր կատաստրոֆիկ մտքեր։ Այսինքն բերում ենք մեզ ներկա իրականություն, կտրվում ենք այդ տագնապից ու հորինած սցենարներից եւ այդ հանգիստ հանդարտ իրավիճակում իրատեսականի տեսանկյունից հասկանում ենք, որ չէ, մի րոպե կա A ելք, B ելք, G ելք, C ելք եւ մինչև F, լավ։ Երրորդ ամենակարևորը
այս ամեն ինչի մեջ հարգելիներս, այսինքն չասեմ ամենակարևորը, այդպես չգերարժևորեմ, բայց շատ կարևոր, պակաս կարևոր չի հաստատ։ Ճիշտ ժամանակին մասնագետին դիմելն է։ Եթե դուք զգում եք, որ ձեր հուզական ծանր ապրումները տևում են երկար ու օրվա, եթե չասեմ ողջ օրը, ապա մեծ մասը լինում եք տխուր կամ լարված ու դա տևում է 2 շաբաթ եւ ավել, անպայման դիմեք մասնագետի։ Շատ հնարավոր է, որ կյանքի դժվար իրավիճակներում պարզապես մեկ զրույցը հոգեթերապևտի հետ ձեզ այնց ոտի հանի, դուք չեք էլ պատկերացնի։ Հոգեթերապևտը չի տալիս ինչ-որ պատրաստի պատասխաններ, նա տալիս է պարզապես ճիշտ հարցեր, այդ պատասխանները ձեր մեջ են, պարզապես դուք ծանր ապրումների մեջ չեք կարողանում դրանք տեսնել հարգելիներս եւ մի արժեզրկեք մասնագետի օգնությունը, այ շատերը ասում են մեր վախտով որ հոգեբաններ չկային, ինչեր չկային, տենում ենք ձեր սերունդի մարդկանց եւ նրանց հաջորդող նևրոտիկ դաստիարակության լավ բազմակետ չեմ ուզում երկարացնել։ Ինչևէ, հիմա շատ կարեւոր է, որ ժամանակակից աշխարհում գոյություն ունի, այո, հոգեբանական աջակցության տարբեր աստիճանների օգնություն։ Եվ եթե դուք դիմում եք համապատասխան մասնագետի, այո, ասում եմ, նորից եմ ասում, շատ հնարավոր է ընդամենը մեկ հոգեթերապևտիկ խորհրդատվությունը ձեզ լիարժեք հանի այդ վիճակից։ Ամեն դեպքում դուք կտեսնեք արդեն ելքի ուղղությունը, որը որ շատ կարևոր է։ Եթե դուք ցանկանում եք ինձ հետ ունենալ հոգեթերապևտիկ խորհրդատվություն, եթե նույնիսկ գտնվում եք աշխարհի մյուս ծայրում հարգելիներս, ես այո անցկացնում եմ on-line հոգեթերապևտիկ խորհրդատվություն եւ սեանսներ։ Ձեզ անհրաժեշտ է պարզապես, եթե ցանկանում եք, անհրաժեշտ է պարզապես կապ հաստատել WhatsApp-ի իմ համարին, թողեք, խնդրում եմ, հաղորդագրություն, մի զանգեք, որովհետև չեմ կարողանում զանգերի պատասխանել, թողեք հաղորդագրություն, առաջիկա օրվա ընթացքում անպայման կպատասխանեմ հարգելիներս։ Իսկ եթե դուք ուզում եք աջակցել իմ ալիքին, կարող եք դառնալ իմ ալիքի հովանավորը, հարգելիներս, հովանավոր յուրաքանչյուր ամիս իմ ալիքին հովանավորելով ինչ-որ մի ռեսուրս ձեր կրեդիտ քարտից, այո։ Եվ այդպիսով դուք կաջակցեք, դա կհամարվի նաև ինչ-որտեղ ձեր շնորհակալությունը, ձեր հիացմունքը, այն որ ես ձեզ իրապես օգնեցի, այ որովհետև ես շատ եմ լսում, շատ մարդիկ ինձ ասում դուք ինչպես կարող ենք ձեր շնորհակալություն հայտնել, եթե լսել ենք ձեր հոլովակները, ուղղակի voice են թողնում, բնականաբար ես այնտեղ անմիջապես չեմ ինչ-որ կոնտակտներ, ռեկվիզիտներ ուղարկելու, բայց եւ մտածեցի, որ այո, կարելի է այս մեթոդը աշխատացնել հարգելիներս։ YouTube-ը ունի հովանավորության այդպիսի կոճակ, որ կարող եք դառնալ իմ ալիքի հովանավորությունը եւ դա կլինի ձեր միգուցե այո, շնորհակալությունը, եթե ես ձեզ օգնել եմ։ Եթե դուք ամսվա մեջ գոնե 2-3 անգամ ինձ լսում եք, դա նշանակում է հավանում եք ու իմ հոլովակները ձեզ օգնում են։ Եվ նաև կարող եք բաժանորդագրվել իմ ալիքին, ովքեր առաջին անգամ էին միացել, անպայման լայքեք հարգելիներս, գրեք ձեր տպավորությունների մասին, մտքերի մասին, նաև բաժանորդագրվեք իմ ինստագրամյան ալիքին հարգելիներս եւ շատ եմ խնդրում կիսվեք այս հոլովակով տարբեր հարթակներում, Facebook կլինի, Instagram կլինի, չգիտեմ, այնտեղ ուղարկեք իրար տարբեր չաթերի միջոցով, որպեսզի նախ հոլովակը կարող է այո իրապես շատերին օգնել եւ բացի այդ դուք օգնեք իմ ալիքի էլի զարգացմանն ու առաջ խաղացմանը։ Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն հարգելիներս։ Լավ եղեք, ցտեսություն։